Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ հաղորդումը չհասցնելու դեպքում լսել կարող եք դիտել նաեւ մուլտիմեդիա հարթակներում, իսկ մենք թարմուղեղով զրույցն ենք սկսում մեր տաղավարում հյուրընկալել եմ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, պարոն Առաքելյան, շնորհավորում եմ ձեր հաղթանակը Փարաքարում։ Շնորհակալ։ Ինչպես ընթացան ընտրությունները Փարաքարում եւ Գյումրիում, նախ Փարաքարից գնանք հասկանալու ձեր մասով ինչ է տեղի ունեցել, առհասարակ խախտումներ եղել են, չեն եղել, ինչ արձանագրումներ կան, հետո փորձենք ընդհանուր նավետորվա մյուս տեղանքի ընտրություններին անդրադառնալ։ Մի քիչ որ հետ գնանք, որովհետեւ թեև հանրության մեծ մասը գիտի, Փարաքարում դեռևս 2021 թվականից բազմաթիվ միջադեպեր եղավ, ընտրական process-ների հետ սկսած, մենք նաեւ դատական ճանապարհով փորձեցինք վիճարկել խախտումները 21 թվականի, դրանից հետո նաև impeachment-ի գործընթաց սկսվեց, հետո չստացվեց, այդ ինչ որ մեկին էլ ինչպես միշտ գողացան, երկու անգամ համայնքի ղեկավար փոխեցին, մեկը քրեական գործով էր անցնում, հետո այս ընտրությունների նախաշեմին կարճեցին, երկրորդը էլ ինչ որ քրեական միջադեպով հրաժարական տվեց, հետո primary-ով դարձավ ժամանակավոր պաշտոնակատար, մի խոսքով այս 3 տարի բավականին հետաքրքիր process-ներ եղավ Փարաքարում, ու մեր թիմը Վալոձա Գրիգորյանի գլխավորությամբ համբերատար եւ արդյունավետ աշխատանքով սպասեց, ընդ որում մենք միշտ էինք առաջարկում արտահերթ ընտրություններ, քանի որ մենք վստահ ենք, որ ժողովրդի կողմից ձևավորած իշխանությունը լավագույնն է, որ կարող է արդյունավետ աշխատի, հետեւաբար մենք միշտ պատրաստ ենք եղել արտահերթ ընտրությունների, որը ի վերջո տեղի ունեցավ եւ նաեւ այս տարիների աշխատանքը հանրության մոտ նաեւ այդ անարդարության դեմ պայքարը արձանագրեց այս արդյունքը, որը համարում ենք նաեւ արդար ու նաեւ շատ կարեւոր ու վստահ ենք, որ Փարաքարի բնակիչները, ովքեր մեզ ընտրել են, չեն փոշմանի եւ արդյունավետ աշխատանքով այս ընտրությունը ցորի պատասխան կգնա դեպի համայնք, ընտրության օրը եղան փոքր միջադեպեր, բայց քանի որ այդ օրը ամբողջ այսպես ուշադրություն հիմնականում Գյումրիում էր, կարծես թե այդտեղ ու կա որոշակի այնտեղ ինչ էր ուղղորդումներ, կուտակումներ, մարդկանց բերել, բայց խնդիրը մենակ նաև հիմա Գյումրին էլ հա նույնական, այսինքն այդ ընտրության օրը հիմնականում նորմալ է անցնում, հա, տեղամասերում ինչ որ տենց այն նախքին այդ լցոնումներ, ինչ որ այլ անձանց քվեարկություն, փաստ է որ դա տեղի չունենում։ Խնդիրը միջև այդ տեղի ունեցող այդ վարչական ռեսուրսի կիրառումն է, ոչ միայն համանքային, պետական, ուժային բոլոր ռեսուրսները ներդրված են այդ ընտրություններում, մարդկանց նկատմամբ ճնշումներ, նաև այլ ուժերի, հա, ոչ միայն ընտրողների, այլ նաև ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումներ, վարչական ռեսուրսի կիրառումներ, համայնքային պետական ծառայողների նկատմամբ, ինչը որոշակի իր արտահայտումն ունենում է, այսինքն թեև ընտրության օրը ժողովուրդը կարող է ընտրի, մենք էլ այդ ձայները պահում ենք եւ արձանագրում ենք արդյունքը, բայց միջ այդ տեղի ունի իրադարձությունները վարչական ռեսուրսի խոսում այն մասին, որ արդյունքները իրականում նորմալ ընտրության պարագայում մի փոքր էլ այլ կլիներ։ Բայց կարող ենք ասել, որ ընտրությունների մասով մենք փոքր-ինչ փոփոխություն ունենք, գոնե ինչ որ չափով եւ ժողովրդավարությանը մոտ ընտրություններ են կամ մոտենում ենք մենք այդ շեմին, որ մասը այդ ձևակերպն է միշտ կարելի ասել, հա, որն է այսքան այդ ձևը, այն որ ասել հիմա որ տենց եվրոպական մակարդակի ընտրություններ ինչպես սիրում են, հա, մեր իշխանությունները տենց Ռուսաստանով գնալ Եվրոպա, այդ դրա մասին իհարկե խոս լինել չի կարող, էլի եմ ասում, այդ տոտալ վարչական ռեսուրսի կիրառումը չի կարելի խոսել ժողովրդավարության մասին, այդ ընտրական process-ը, որ ինչ որ փուլերի բաժանենք, այդ վերջի փուլը, որ մարդը գալիս է ընտրում է այդ ընտրությունների արդյունքները, դու այդ քվեաթերթիկը հայտնում է քվեատուփի մեջ, հետո այդ արձանագրվում է հրապարակ, այո, այդքանը նորմալ է, այսինքն այդտեղ խախտումներ էական չեն լինում, բայց միջ այդ տեղի ունեցողը ազդում է արդեն այդ process-ի վրա, հա, ու ընդ որում այդ ազդեցությունը ոչ միայն ընտրողների վրա է վարչական ռեսուրսի, այլ նաև ընդդիմադիր ուժերի, հա, տարբեր, հա, ձերբակալություններ, տարբեր ճնշումներ, բայց հիմա ասենք, բայ եթե տենց է ոնց է ստացվում, հա, այսինքն տենց որ հանգիստ նստես կուսակցության գրասենյակում ու սպասես, որ կարելի է ընտրություններ հաղթել, իհարկե չէ, պետք է դու էլ ուժ ունենաս, որը մենք ունենում ենք, այսինքն պայքարել, չթողել այդ ճնշումները, այսինքն թիմակիցները պետք է չճնշվեն, ուժեղ լինել, հիմա ասենք նույն եթե նայում ենք նույն Վալոձա Գրիգորյանի եղբորը մեկ էլ ընկերներին ընտրություններից առաջ մի միջադեպի հետ անիմաստ կապելով կալանավորել են։ Հիմա
սա ընտրությունների հետ կապ ունի, այո, բայց զուտ եթե նայում ես ընտրական օրենսգրքի շրջանակներում, չէ, որովհետեւ կապ չունեցող գործընթացը, ասում եք ամեն ինչ նորմալ, իհարկե ազդում է։ Հետեւաբար ընտրական օրենսգրքի տիրույթից դուրս բազմաթիվ գործողություններ են լինում, որ զուտ ընտրական օրենսգրքով եթե նայում ես, երբ որ ինչ-որ նախարարության ղեկավարությունը ճնշում է իր աշխատակիցներին, հա, վարչական ռեսուրս է կիրառում ու մեր իրականության մեջ էլ մարդկանց ճնշող մեծամասնությունը դրա մասին չի բարձրաձայնում, ստացվում է մի իրավիճակ, որը ասում եմ թղթաբանությամբ, թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց իրականում այդ ճնշումները բավականին մեծ են, ել չասած, որ թիմերում ենք բազմաթիվ տեղեր ականատես ենք լինում, որ հետընտրական process-ներում ենք ունենում խնդիրներ։ Ինչ խնդիր։ Նո հիշում են, ասենք ինչ-որ համայնքի ղեկավարներ, որոնք որ տարիներ առաջ, հա, ասենք ինչ-որ ենթադրյալ հանցագործություններ էին արել, սկսած նույն մեր Ալավերդի դեպքը, այդ որ Ապորինի համայնքի ղեկավարի իմպիչմենտ արեցին թիմակիցներից մեկին գողանալով, այսինքն ընտրական process-ի միայն այդ ընտրական օրը մեծամասամբ նորմալ է, բայց ընդհանուր ընտրական համակարգում, այսինքն ընդդիմությունը, որ կարողանա հասնել իշխանության, բավականին խնդիրներ կան, բայց դա քանի տոկոսն է կազմում մոտավոր ընտրության կարևորության։ Խնդիրը տոկոսը չէ, խնդիրը էլ եմ ասում, այստեղ առնվազն մենք ընդունում ենք այս մարտահրավերը, այսինքն եւ այն ինչ որ կա, այսինքն այն խաղի կանոնները դրա դեմ պայքարելու այդ վարչական ռեսուրսի դեմ պայքարելու լավագույն գործիքը, լավագույն միջոցը, արդյոք դա մեդիան է, արդյոք դա, չգիտեմ, հակադարձ ճնշումներն են, ի՞նչն է իրականում։ Առնվազն չճնշվելն է, հա, որը մեր մոտ հաջողվում է, ու նաեւ այո, շատ կարեւոր է մեդիայի դերը, նաեւ արդից օգտվելով եւ ձեզ եւ մնացած լրատվամիջոցներին եմ շնորհակալություն հայտնում, որովհետեւ այո, այդ խախտումները, այդ գործընթացներին, երբ որ մեդիան արձագանքում է, լուսաբանում են, որ այսպես ասած մեդիա հարձակում է տեղի ունենում իշխանությունների նկատմամբ, մի փոքր սրանք հետ են քաշվում։ Սա էլ նա տեսենք, որ մեդիայի դերը նույն Գյումրիում բազմաթիվն փառակարում է կար այդ կൂട്ടակումներ, ուղղորդումներ որ լինում է, ասենք երբ որ լրագրող են տեսնում, միանգամից ասում անհետանում են, չէ՞, ԿՊԱ-ականները լրագրողներից, ասես շատ կոպիտ չէ, շարժ փորձանքից հեռու, հա, ասենք տեսանք վերջերս ինչ է լավ լրագրողների պատճառով։ Այսինքն այդ տեսանկյունից այո մեդիայի դերն էլ է մեծ ու պետք է պայքարել, այսինքն այլ ճանապարհ չկա, այս իշխանությունն է իր գործը կազմով, իր խաղի կանոններով իշխանությունը պահում է։ Հիմա նստել ասել դե ժողովրդավարություն չկա, բեսպրիձելա, այդ ոչինչ չի փոխում, իշխանությունը շարունակում է տենց մնալ։ Հիմա այս խաղի կանոնները պետքա պայքարել, պետքա գնալ ընտրությունների, ոչինչ, միտեղ պարտվել, միտեղ հաղթել, ինչքան հնարավոր է իշխանությանը թույլանել համապետական ընտրություններից առաջ։ Շատ հեշտ է նստել Երևանում, ասել դե թիմերը անիմաստ է, մեկը իշխանությունը ինչ ուզում անում է, ընտրվես է, հա, արել է, հիմա այո, ընտրվելուց հետո էլ է ճշում, բայց դա իշխանությանը մենակ օգուտ է, այսինքն այդ ստատուսներ գրել, հարցազրույցներ տալ Երևանում, որտեղ ժողովրդավարություն չկա, շատ հեշտ է։ Դրանից իշխանությունը չի դառնում ժողովրդավար ու ամենակարևորը իշխանությունը չի գնում։ Հիմա ինչ պետք է անել, որ իշխանությունը գնա։ Հիմա Փարաքարում հաղթել են, Գյումրիում ենթադրաբար կլինի ինդիմադիր քաղաքապետ։ Մի քանի համայնքներում էլի մենք ներկայացված ենք որպես իշխանություն, էլի կան ինդիմադիր։ Հիմա ինչի համար է սա կարևոր։ Առնվազն համապետական ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի էական նվազեցում է լինում, չէ՞, մեկ այլ բան է դու ունենաս ԿՊԱ-ական համայնքապետ, մեկ այլ բան է ոչ ԿՊԱ-ական։ Այսինքն վարչական ռեսուրսի կիրառումը այդտեղ էականորեն փոխվում է։ Ու նաև հասարակության մոտ է մթնոլորտ փոխվում, երբ որ իրենց համայնքապետը ԿՊԱ-ական չի, տեղի ընտրություններով։ Հիմա ինչքան մեզ հաջողվել է բազմաթիվ համայնքներում մասնակցել ենք ու էլի կան համայնքներ, որտեղ կան ընդդիմադիր քաղաքապետեր, սա համապետական ընտրություններից առաջ շատ կարևոր արձանագրում է լինելու։ Կարող ենք ասել, որ այդ իմաստով փոխվել է եւ կարեւոր է, որ մարզում ամեն դեպքում եթե լինեն ոչ քաղաքացիական պայմանագրից, հետո իշխանապողության հնարավորությունը ավելի է իրականին մոտ դառնում։ Այսինքն մարզերում ինչքան շատ ներկայացված լինեն ընդդիմադիր ուժեր, այդքան ավելի շանսերը մեծանում են, որովհետեւ տարիներ առաջ կարծում եմ այնպես չի, որ մարզերում դրանք ինչ որ որոշիչ դեր կարող էին խաղալ։ Այսօր ո՞նց է։ Այո, ինչի, որովհետև ի վերջո երբ որ նայում ես համապետական ընտրությունը, այդ համայնքներում էլ է, այդ համայնքների ընտրության հանրագումարն է, եթե սենց ասենք, չէ՞։ Այո։ Հիմա դե ամեն դեպքում ստուգիչ ինչ որ բան։ Հա, հիմա ասենք, երբ որ կա ոչ ԿՊԱ-ական համայնքապետ ու ԿՊԱ-ական համայնքապետ, չէ՞, ակնհայտ է, հիմա տարբեր համայնքների օրինակը բերենք, հիմա նույն Նոյեմբերյանում, որտեղ մենք ենք այդտեղ իշխանություն ու ասենք Հարևան համայնքում ասենք Իջևանում, որտեղ ԿՊ-ն է իշխանություն։ Ակնհայտ է, չէ՞, կա տարբերություն ԿՊ-ի նկատմամբ, ԿՊ-ի ռեսուրսի օգտագործման, ԿՊ-ի քարոզչության այս տարիների ընթացքում վարչական ռեսուրսի, հետո ինչն է շատ կարևոր, ԿՊ-ականացման,
Չէ, այսինքն բոլորը արդեն դառնում են ԿՊ այդ համայնքային աշխատողներ, պետական աշխատողներ այդ։ Այսինքն իհարկե համայնքներում ԿՊ-ի պարտությունը այդ ոչ միայն այս ռեսուրսների օգտագործել չօգտագործել, ինչն է կարևոր, հասարակության մոտ մթնոլորտը փոխվում։ Այսինքն որ մարդը գնացել է իր համայնքում համայնքապետի ընտրության, հավաքանու ընտրության ու տեսել է, որ իր ընտրությամբ ԿՊ-ն պարտվել է։ Հիմա այդ մարդը հավատում է։ Չէ, հիմա դու այստեղ Երևանում ինչ-որ մարդիկ նստած ասում են, դե անհնար է ընտրություններով իշխանություն փոխվի, ես մարդ ասում եմ, ես ընտրել եմ, փոխվել է։ Չէ, հիմա Գյումրիում ընտրել են, Փարաքարում ընտրել են, ԿՊ-ն չի հաղթել։ Այսօր ո՞րն է ցանկությունը, պարոն Արաքելյան, անդադար խոսել քաղաքացիական պայմանագիր չտեսնելու մասին, բայց կարևորը չէ պատկերացնել, թե եկող ուժերը ինչ անելիքներով են գալիս, միայն խոսել, որ անպայման հեռացնեն քաղաքացիական պայմանագրին բոլոր տեղերից հնարավոր, կարծում եմ դա էլ օբյեկտիվ չէ, պետք է մյուս կողմից էլ նայել, լավ եկողները ինչ են պատրաստ անել համայնքների համար, շատ կարևոր է, որովհետև եւ ամբողջ պետության համար, որովհետև հասարակության ճնշող մեծամասնությունը հենց այդ կարծիքին է, որ մի անգամ ասեցինք, հա, թո Սերժը գնա, լավ կլինի։ Մերժելու գաղափարախոսությունը։ Հա, այսինքն այդ մերժելով տեսան, որ այդ մերժման, այսպես ասած, փայատեր լինելը, որտեղ հա հանրության ճնշող մեծամասնությունը 18 թվականին այդ process-ի մեջ էր, դարձրեց լուրջ խնդիրներ պետության համար ու այդ մարդիկ չեն ուզում էլ ունենալ պատասխանատվություն մի բանի մեջ, որի ելքը չգիտեն։ Ու հետևաբար նաև շատերը ընտրությունից են խուսափում քաղաքական process-ին։ Ասում են, այո, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ԿՊ-ն պետք է հեռանա, բայց մենք ուզում ենք իմանանք ինչա լինելու։ Ու այդ ինչ լինելը այսօր ընդդիմադիր դաշտի կարևորագույն խնդիրն է, որովհետև այն որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, հանրությունը այդտեղ կարծում արդեն եկել է կոնսենսուսի։ Իսկ բոլոր հարցումներն ցույց են տալիս, որ իրանց վարկանիշը այն պատմական ցածր է ցանկացած իշխանության։ Ու մեր խնդիրը ընդդիմադիր դաշտի այլևս ԿՊ-ի մասին այո խոսելը չէ, որովհետև չկա ԿՊ-ի մասին մի բան, որ ասես հանրությունը զարմանա։ Հիմա անընդհատ քննադատել ԿՊ-ին, ինչ որ իրանց թերությունների, իրանց սխալների մասին խոսել, ժողովուրդը ասում է, հա, գիտենք, հետո։ Իսկ դրա համար պետք չի ես գամ, ստեղ խոսեմ մի բանի մասին, որը հիմա մեր քաղաքացիները լսում են ու նորություն չի։ Չէ, հիմա ինչ ԿՊ-ի մասին ինչ ասես, մարդիկ գիտեն, իրանք էլ են խոսում, դրա համար պետք չի քաղաքականությամբ զբաղվել։ Մենք քաղաքականությամբ զբաղվողներս պետք է ասենք ինչա լինելու։ Իսկ ոնց անենք։ Հիմա մենք ինչ ենք անում, եթե խոսում ենք համայնքներից։ Համայնքներում ընտրվում ենք ու սկսում ենք աշխատել, որովհետև մարդիկ ուզում են լավ ապրել, բարեկեցիկ ապրեն, նորմալ միջավայրում ապրեն համայնքներում։ Հիմա իրաց գնահատականը կտան, անհամեցություն չթվա, մենք մեր աշխատանքներից գոհ ենք, իհարկե կարող ենք ավելին անենք, բայց որտեղ որ համայնքներում ղեկավարում ենք, կա որոշակի աշխատանքներ, որոնք ցույց է տալիս, որ մենք ունենք հանրության վստահություն։ Հիմա հասարակությունը ինչ է ուզում։ Ուզում են թիմ, մարդիկ, ովքեր գործ են անում։ Այսինքն խելացի են, հասկանում են գործից, հասկանում են խնդիրներից, այդ խնդիրները լուծեն, որտեղ ամեն օր խնդիրներ կա։ Այսինքն մեծ անվտանգային համակարգեր, այդ հարաբերությունների միջազգային իհարկե կարևոր են։ Այդ արտաքին քաղաքական անընդհատ այս գերտերությունների պայքը, անընդհատ դրանից խոսելը մարդկանց կյանքում բան չի փոխում։ Իսկ մարդիկ ուզում են լավ ապրեն, մարդիկ ուզում են անվտանգ միջավայրում ապրեն, լավ միջավայրում ապրեն։ Հիմա մենք համայնքներում ինչքան կարողանում ենք լիազորությունների շրջանակներում անում ենք։ Կհաջողվի վստահությունով դրանով վստահությունը ամրապնդել, ժամանակը ցույց կտա, բայց այո, շատ կարևոր է որ հանրությանը ներկայացնել ինչ ենք անում։ Հիմա նույն Փարաքարում նաև հաջողվեց մարդկանց բերել տեղամաս։ Իսկ այս էլ է կարևոր, որ տոկոսային փոփոխություն ունենք նախորդ անգամվա հետ կապված, եթե համեմատենք։ Մասնակիցների, հա, մասնակիցները մոտ 15% ավել էին եկել, որը նորմալ լավ ցուցանիշ է, հա։ Նու Գյումրիում էլ հա արդեն մոտ 2 անգամ ավել մասնակիցներ էր, ու նաև էսա կարևոր, տեսեք, այդ օրինակը միշտ բերում ենք, երբ որ իշխանությունը ունենում է հիմա նույն Գյումրիում ունի իր վարչական ռեսուրսն որոշակի ռեյտինգ ունեն, չի ԿՊ ընտրող չկա։ Ասենք այդ 17000-ը հավաքի, ամեն 15000 ձայն ունի ինքը։ Հիմա երբ որ ընտրությունների գնան 30000, այդ 15000-ը կլիներ 50%։ Ու իրանք իրանց մարդկանց տանում են ընտրության։ Ու տանել նկատի չունեմ ֆիզիկապես բոլորին, հա, գնում են մարդիկ, որովհետև այդ վարչական ռեսուրսը, այն մոլի ԿՊ-ականներ են, որ անպայման գնում են։ Ու երբ որ ընդդիմադիր մարդիկ, ովքեր ԿՊ-ին չեն ընտրում, բայց հիասթափված են, չէ, ասում են, ադե ԿՊ-ին չենք ընտրում, այսինքն մարդիկ ԿՊ-ին չընտրելը արտահայտում են նաև չգնալով, դե ասում են, ես ԿՊ չեմ ընտրա։ Չէ, ինքը ասում է, ես չեմ գնացել ընտրության, մի երկու խոսքի ավել է ասում էլ ԿՊ-ի հասցեին, ցուցատալ է, որ ինքը ԿՊ-ին դեմ է։ Բայց երբ որ այդ մարդիկ չեն գնում ընտրության ու գնար ընտրության 30000, ԿՊ-ն կհաղթեր։
Իսկ երբ որ ընտրության հիմա գնաց 47000, ԿՊ-ն եղավ բավականին ցածր ցուցանիշ ունեցավ։ Հետևաբար այդ տեսանկյունից շատ կարևոր է ընտրություններին մասնակցելը ու ընտրել ցանկացած ուժի, որը ԿՊ-ական չի, գոնե եթե չկա դիրքորոշում, որովհետև ընտրության չգնալը հավասարազոր է ԿՊ ընտրել, ինչը մենք ունեցանք Երևանում։ Այդ ցածր մասնակցության պարագայում։ Հիմա ու նաև քաղաքական ուժերը պետք է իրենց ռետորաբանությունը փոխեն, որովհետև քաղաքական ուժերը ասում են, դե ընտրություններով հնարավոր չի բան փոխել, փողոցային պայքար են սկսում, հերթական անգամ հիասթափեցնում են հասարակությանը, ու անընդհատ հասարակությանն ասում են ընտրություններով հնարավոր չի բան փոխել, բայց առաջինը իրենք են վազում ընտրություններին մասնակցելու։ Հետևաբար ընտրություններով իշխանափոխությունը մենք կարծում ենք, որ այս իրավիճակում լավագույն լուծումն է։ Պարոն Արաքելյան, իսկ Գյումրիի ընտրությունների արդյունքներից դեռևս վերջնական պարզ չէ ինչ է տեղի ունենալու այնտեղ, բայց թվերին նայելով ինչ եզրակացություն կարելի անել, ինչ սպասելիքներով է գյումրեցին գնացել ընտրության եւ ինչի համար։ Գյումրին ինքը բավականին բարդ խնդիրներով լեցուն քաղաք է, ցավ է արձանագրում հանրապետության երկրորդ քաղաք է, որ ամենաաղքատ քաղաքն է։ Տաղետի գոտի հասկացությունը դեռ մնացել է, այդ բոլոր իշխանությունների ողբերգությունն է, որ այդպես էլ չեն կարողանում լուծել։ Արդեն 40 տարի է այդ տնակներում, որ պատկերացնում ես մարդիկ են ծնվել, ովքեր արդեն երեխա ունեն, այսինքն երկու սերունդ է արդեն մեծանում այդ տնակներում, ու այդ քաղաքը, այո, ինքը բավականին բարդ ու խնդիրներով լեցուն քաղաք է, ու այդ ընտրություններում գյումրեցիների վերաբերմունքը միշտ տենց ծանր է գնահատել, հա, հիմա այստեղ ինչ տեղի ունեցավ, թեև ԿՊ-ն առաջի տեղը գրավեց, բայց ընդդիմադիր ուժերը, բայց 50+ չէ։ Հա, հիմա ընդդիմադիր ուժերը այն մանդատների թիվը, որ ստացել են, հնարավորություն ունեն իշխանություն ձևավորելու, ԿՊ-ին իշխանազրկելու, ու այս պահին տեղի ունեցող իրադարձությունները ոնց որ թե տանում են դրան։ Իհարկե կան որոշակի քննարկումներ, որ բնական է հիմա այնպես չէ, որ հենց ընտրությունների հաջորդ օրը տենց պետք է ամեն ինչ պարզ լիներ, հա, դեռ մեկ շաբաթ այդ վերջնական արդյունքները, այսինքն քաղաքապետի ընտրությունը դեռ 10 օրից ավել ժամանակ կա, հետևաբար կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը կարողանան ունենալով իհարկե որոշակի հակասություններ, հնարավոր է իրար մեջ էլ ունենան, բայց գոնե ԿՊ-ին իշխանությունից զրկելը Գյումրիում կարևոր է, իհարկե մյուս կողմից մենք ստեղից քաղաքը մի քիչ այդքան էլ կարծես թե լավ չէ, գնահատականներն եմ ես պարզապես ներկայացնում, թե տարբեր կողմերից ինչ են հնչում, իմ անձնական կարծիքը չէ, այդ մասով կարծես թե ոչ ԿՊ-ն է լավ, ոչ էլ եկողներն են լավ, ինչ բալանսի գալ այս դեպքում, որպեսզի Գյումրիի համար լավ լինի եւ վտանգավոր չլինի։ Այո, դա է ուզում ասել, որ թեև մենք ստեղ քաղաքական տեսանկյունից ենք նայում ԿՊ-ին իշխանազրկել, հա, Գյումրիում տենց Երևանից, բայց Գյումրեցին ի վերջո ուզում է իր խնդիրների լուծում։ Ինչ է ուզում Գյումրեցին, ցանկացած համայնքում ապրող մարդ, հա, լավ ապրի, բարեկեցիկ ապրի, իր համայնքային խնդիրները լուծվեն։ Երբ որ այդ մակարդակը կա, նորմալ է, որ մարդը սկսում է քաղաքական, հա, մեծ ինչ-որ քննարկումների մեջ մտնելու կարևոր է։ Բայց պետք չէ մեղադրել գյումրեցիներին, ովքեր փորձում են ոչ քաղաքական ընտրություններով կամ ոչ քաղաքական տեսանկյունից դիտարկել այդ ծայրահեղ աղքատությունը, հա, այդ մեծ գործազրկությունը, այդ փնթի թափթփված վիճակը, ենթակառուցվածքների բացակայությունը, նորմալ է, որ մարդը ուզում է լավ քաղաքում ապրի, առավել եւս հանրապետության երկրորդ քաղաքում։ Ուտեղ պետք չի անընդհատ քաղաքականացնել այդ ընտրությունները, վայ, Գյումրի ընտրությունների ազդեցությունը պետք է ոչ թերագնահատել, բայց պետք է չի գերագնահատել, այնպես որ Գյումրիի ընտրություններով է որոշվելու Նիկոլ Փաշինյանի ճակատագիրը։ Որովհետև շատ էր ասվում, որ Գյումրիի ընտրությունները պարզապես համայնքային ընտրություններ չեն, սրանք ավելի մեծ մասշտաբ ունեն, արդյունքների մասին եթե խոսենք, արդյոք արդեն տեսանելի են, որ իրենք մասշտաբով այն չէին, ինչի մասին պատկերացնում են։ Չէ, ես էլ եմ ասում, չեմ գերագնահատում, չենք գերագնահատել Գյումրիի ընտրությունների քաղաքական տենց ազդեցությունը։ Հիմա Դուք գուցե ոչ։ Վստահ եմ, բայց մի բան նայենք, էլի հիմա խոսում ենք այսօր Գյումրիից, մի քանի օր առաջ եղել։ Աստորը մի ամիս Գյումրիի ընտրությունները չեն շարունակելու մնան քաղաքական կամ մեդիա գլխավոր օրակարգը։ Հա, այդ ինչ-որ միջադեպեր լինեն, հա, բայց 2 ամիս, 3 ամիս, 26 թվականի ընտրությունը 1 տարի կա։ 26 եկեք մի հատ հասկանանք, 26 թվականի ընտրությունների ժամանակ Գյումրիի ընտրությունները չի լինելու այն գործոնը, որը 26 թվականի ընտրությունների վրա ազդելու է, չէ՞, մարդիկ հետ չեն նայ, վայ Գյումրիում սա եղավ, նա եղավ։ Հիմա Գյումրիում կձևավորվի իշխանություն, այդ իշխանությունը ինչ որ պայծ սկսած պիտի զբաղվի Գյումրիի խնդիրներով։ Քաղաքական առումով, որ
Գյումրիում կպարտվի կարևոր է, բայց էլ եմ ասում, այդ չի կարող դառնալ 26 թվականի իշխանապողության, տենց ինչ որ գործոն կամ տենց հիմնասյուն, որի շուրջ ինչ որ process-ներ գեներացվեն։ Սա չպետք է լինի հերթական ինքնախապեյություն, ու հետո տանենք հասարակությանը խապեյություն։ Լավ, Գյումրիում ԿՊ-ն պարտվեց, հետո Նիկոլ Փաշինյանը գնաց, իհարկե ոչ։ Այսինքն Գյումրի ընտրությունների այդ Facebook-յան այդ ակտիվությունը, որ դնում ես մի կողմ, པարզ խոսանք, ինչ հանրապետությունը ինչ որ քաղաքական մթնոլորտ է փոխվել, իհարկե ոչ։ Պետք չի խաբել առավել եւս քաղաքական դաշտը խափի հանրությանը։ Հա, լավ է, Գյումրիում ընտրություն ա եղել, բայց տենց չի որ այդ Գյումրի ընտրությունից հետո հասարակություն տենց վայ, հեսա վաղը կամ մսօրը Նիկոլ Փաշինյանին հեռացնում է։ Բայց ամեն դեպքում Գյումրին երկրորդ մեծ քաղաքն է եւ որքան էլ որ փորձենք այդքան չարժևորել այդ ընտրությունը, իրենք ինչ որ մի փոփոխություն բերելու են, չէ՞, ոչ միայն Գյումրիի մասով, այլ համապետական մակարդակով։ Ես ասում եմ, պետք չի գերագնահատել, բայց այո, չեմ էլ թերագնահատում։ Բայց այդ ինչ որ մի հերթական գործոններից մեկն է։ Հիմանում Փարաքարում է պարտվել, Գյումրիում կպարտվի, ինչ որ տեղեր է պարտվել, քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, բայց սենց գնալ կպնել այդ Գյումրիի ընտրությունների պոչին ու դրանով գալ Նիկոլին հեռացնել, ինչ որ ինչ ասեմ են դավադրություն չասեմ, բայց այդ ինչ որ էմոցիաներ դե Նիկոլ Փաշինյանը Գյումրիից է եկել, Գյումրիով այդ չի կարելի էլի մի քիչ ավելի ռեալ։ Սիմվոլիզմի հետ։ Հա, այդ գետնի վրա ռեալ հիմա 26 թվականին լինելու ընտրություններ, որտեղ Գյումրիի մասնակիցների թիվը հանրապետության ընտրությունների մասնակիցների ընդհանուր երևի մի 3-4%-ն են կազմելու։ Այսինքն մնացած 95% ընտրողները, որոնք 26 թվականին չեն, 26 թվականին մասնակցում, դրանք Գյումրիում չեն լինելու։ Հետո որ պետք է ավելի մեծ պատկերով նայել ու գնալ process-ները տանել այդ ուղղությամբ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թարմուղեղով զրույցներ իսկ իմ զրուցակից ապրելու երկիր կուսակցության համահիմնադիրն էր Մեսրոպ Արաքելյանը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք, լավ եղեք։